Ժողովուրդ ջան, եկա այս սենյակը, ես մի հատ գիտեք ինչ վրայից իմ ժիլետը հագնեմ, որովհետև ամեն դեպքում այս սենյակը տաքություն չկա եւ գարաժի կողքն է ավտոտնակի ու ահա որ թիկունքը չեմ ուզում շատ մրսի, որովհետև ես այսօր չգիտեմ հնջում հազում եմ։ Ահա հակա ժակետս, ժիլետս վրայից, կակրած լավ էր, լվացրել է սերը։ Հիմա, այս էտաժերի մասին է խոսքը, ինքը սալիտնի է, հիմա ես որոշել եմ, ժողովուրդ, իմ ամբողջ պահածոները, այսինքն իմ կոնֆիտյուրը, մեղր, դնեմ այստեղ, բայց մտածում եմ, արդյոք պետք է դարակներով դնեմ, թե ուղղակի ինձ դնեմ։ Ես Սերժին ասեմ, թող մի հատ հա։ Որոշել եմ այսպես դնեմ, որ ավելի հասանելի լինի դամբուրները։ Գիտեք ինչ մի հատ, ես գնում մեքենան, հանեմ մեքենան։ Ահա, բերեցի, հիմա նայեք տեսեք ինչ եմ անում ես։ Որոշեցի դամբուրներն ու ծիրանը դնեմ ստեղ, այս մասը շատ բարձր է, ստեղ մտածում ինչ կարելի է դնել, արդյոք բերեմ, գիտեք, բնականաբար իմ այս մուրաբաների աման ոմանց նման չի լինի, ոմանց որոշ բլոգերների, բայց ամեն դեպքում ես իմ բռնում եմ, որ սենց ավելի հարմար է։ Ըստ չափսերի դնեմ, էլի որպեսզի սա Սերժի թզերն է։ Լավ, չթափի։ Բայց կարող է կոտրվի, չի գրված է քանի կիլո։ Գնացի։ Ամենաշատը պամիդորի սոսն է։ Սերժը մեքենան հանի, իմ համար դժվար է։ Դավիթը նենց քիփ է կանգնացել մեքենա, չես կարող կողքով անցես։ Սա թզերը։ Je fais ce que je veux, maman. Սերոժի օգնության կարիքն ունեի, գալիս է, ջղայնացած։ Բայց ես քիչ է, դամբուրս ինչքան քիչ է մնացել, դեղցերն է շատ, ծիրանն ու շորը կդնեմ ստեղ, դեղցերը կդնեմ սրա կողքը, թզի մուրաբաները, թզիս մուրաբաներն է, երեխաներ ջան, թզի մուրաբա, գծեմ մայի թզի մուրաբա, վալա, սա ֆուագրայի հետ եմ անելու, սրա վրա չէի գրել, տոմատները հետևը կդնեմ, մուրաբեկն է, պետք ծիրանի մուրաբ, թզի մուրաբեկը, սա մի քիչ շաքարակարի է, չգիտեմ նրավից է, սի, թզի մուրաբա, թզի մուրաբաները վերջացավ, մերսի շարիշ, Մերսի շերի ասման նո երեխեք, ոնց վարվեմ ես այդ մարդու հետ։ Շերի էլ եմ ասում ասման նո
սիրելիներ։ Վաշանայի դժկան եկավ, բայց տարօրինակ է ես։ Մի տեսակ գույնը դուրս չի գալիս այս կամերային։ Հիմա ես նստեմ, և սա ինձ շատ հարմար էր այս էտաժերը։ Դաժե որ ուզում եք իմանաք, այս կողմի վրայի մի հատ կարելի է դնել։ Հիմա ոնց է անում Անայի դշնիկը։ Մեծերը դնում ենք, այստեղ։ Ես այդքան պամիդորի սոսներ այդքան մեծ չեմ արել, շատ մեծերի մեջ չեմ դրել, լցրել, որովհետև ինձ շատ հարմար է փոքրը, բայց բոլոր բան, որ պատրաստում եմ, իմ համար շատ հեշտ է։ Թողնենք փոքրիկները տակը, վրան դրեմ, ասա էլ ամեց, վալա։ Վալան երեխեք, ահայա։ Ռուսները վալային ասեն վայլա, ակցենտերով են ասում վալան, էլի։ Վալա, երկար է։ Տակի մասը կդնեմ ձեթերը, այնպես բաներ, որ անթա չեմ օգտագործում, ձեթ, քացախ, մայոնեզ, քեչըփ, որտեղ դրանք սառնարան չեն գնում, վերևի մասում էլ կտեսնեմ ինչ եմ դնում, երկու հատ սպուճուր բանով, այդ սպիտակ կամ սև գույնի հետ ամանների մեջ, այնպես բաներ, որոնք որ հաճախակի չի օգտագործում եւ ավելի թեթև, այսինքն ձվի այդ կափարիչները, բաները, այդ ամանները, պожалуйста, արդեն ամեն ինչ էստեղ է, չի, վայ, մեղրն եմ մոռացել, գնամ մեղրն էլ բերեմ։ Մնացել էր 3 հատ, մի հատ զանգեմ Սերժին, կողքի ֆերմայից գնա, բան ունենա ժամանակ, ասեն, որ չունենք, մի 10 հատ թող գնի։ Երկար բարակ մտածելուց հետո, ձեթ Անայի դիչկան հիշեց, որ այս կողմն էլ մաքրեն, այս թղթերը ես պիտի մի քանի բան փաթեթավորեմ, դնեմ ստեղ, այստեղ այնտեղ անուր, սա պիտի տեղավորվի, մի հատ այս կողմը փակեմ, որովհետև ես բավականին տեղավորում։ Գիտեք ինչ եմ որոշել ես թղթերը ստեղից հանեմ, որտեղ դնեմ, տեսնեմ Սարմյանի գլխին հերքին հարմար է, իհարկե հարմար, տեսնեմ բացելուց, ապսոլի բան չի խանգարում, ապսոլի բան չի խանգարում, սիրելիներս, վալա, ապսոլի բան, սել տանեմ, լավ է, էլի գոյով լինելը, կարիք չկա աստիճան բերեմ, ակարիք է, այ, հայրիս էր ջարդում, ժողովուրդ, սա Սերժինն է, չգիտեմ, կարամ անեմ սրանով, գավերես ջղայնան ասի, ты чё делаешь? Ձեր բազմակողմանի Անայի, սա ինքը լավ բան էր, եթե ես սա չունենայի, բայց մի սեղան կա արդեն հերիքա որն է,
Աղքեն։ Նոմ։ Չէ, երեխեք եսի, որն է անում։ Կարող է սրանով լինի, սա էր ասերժին է։ Փյունեզը, լով։ Յուպի եղավ։ Սա չէ, աղբերս։ Ամեն ինչ իրա տեղը դնենք, որ հետո պետք լինի հավաքենք։ Пожалуйста. Голова сработает, или? Васа глухот или как у вас она? Есть зачем еще? Аса есть им бюро и Арашва бюро сэр. Ну, Арашва бюро сэр, гнали Икеаис. Эн макияжи սենյակն Հետո զգացի, որ նո, ինձ հարկավոր է մի բան, որ դարակներ լինի։ Ինչ այնան է, չեմ անում վազել։ Այ։ Թողել եմ խոհանոցը, չեմ մաքրել, մեքենան ասեցի կանգնել արդեն, բայց ես երևի թե մի քիչ կհանգստանամ ու նոր կասեցի մնացած գործերիս։ Հիշեցի երեք քույրս էր եկել, խոսում ենք, ասեց, այս բանը, այս էտաժերը հավաքեցին, ասեցի այդա պատկերացնում ես ես, ասմա հենց նոր հետ եմ մտածում, մի ասա կշարունակեմ, ասմա որ ամբողջ տունը որոշեցի գիշերվա մեջ, Սերժին ասեցի արդեն այս պատերի 10 տարի արդեն ապրել ենք, հարկավոր է թարմացնել և սկսեցի ռեմոնտը անելուց առաջ արդեն ամբողջ կահույքները պատվիրված, լրիվ կահույքների 5 կահույքներ էին, տվեցի, դաշը չեմ վաճառել, երեխեք տվել եմ նվեր, ու պատկերացրեք, որ ինչ ասեմ, սենց նայում եմ հիմա ասում եմ անա այդ կարայիր այդքան բան անել, չէ, դրա համար եթե մի բան մտածում եք, որոշում եք, ուժերները ստեղեն, նա երեխեք, եկեք անենք, չալարենք։ Հիմա ձեր Անահիտս ես նստել է, ու լավ մտածմունքների մեջ հանգատեն, այնա իմ սեղանն է, այս գլասիեն, այս սեղանը դնելու եմ այ այնտեղ, ասեք հնչու, ասեմ հնչու, որովհետև այս սեղանը իմ համար հեշտ կլինի հանել մի անգամից այս վերևի մասը չեմ ուզում թողնեմ։ Այս վիշիլկաները որտեղ դնեմ ձեր համար, որ լավ լինի։ Վիշիլկաները կարելի է տանել ավտոտնակ, որտեղ արդեն այս էտաժերը դատարկվեց, այնտեղ էմպլանտը թխավայի վրա կանեմ։ Հիմա ես այսենց սա թողնեմ, մի քիչ հանգստանամ, գնամ մի հատ սքոչ բերեմ, այս ոտները կապեմ, այս տախտակը կդնեմ այս պատի տակը, դիվանը կթողնեմ հենց նույն տեղը, որտեղ շատ լավ տեղ է քնելու համար, դիմացը խալին կփրեմ, մի հատ լավ խալի ունեմ սերի, որպեսզի ավելի ույուտ լինի։ Դե ինչ երեխեք գնամ մի քիչ հանգստանամ։ Ահա ժողովուրդ ջան, այս սենյակը ավարտվեց, ինչպես ձեզ ցույց տվեցի, ամբողջությամբ դրեցի իմ պահածոները, սրանք Ռյուբարբը և գիլասն են, ծիրանը, դեղցը, դամբուլը, դեղցը, բայց ինչի աստեղ դեղց գնացել, ուր է դեղցը, չէ, ծիրանն ասա, այս դեղց ինչ գործում է աստեղ, ճոյիտը տակոյ է, էլի, սա թուզն է, որտև Սերժը շատացում, սա Սերժը գնացել էր մեկին օգնել էր, այդ մարդը հանե երկու հատ կոնֆիտյուր էր, Սերժ ասի լիքը ունենք, սա մեր Սուսաննայի խաղողի տերևներն է, մեղր, և սրանք ես պատրաստել եմ կոմպոտ են խնձորը, որ Սերժը բերել էր, իսկ սա ամբողջը լեչոները սա, ահա,
ես հավաքեցի արագ ձևով եւ հիմա արդեն գնամ հարթուկին։ Ահա ժողովուրդ ջան, ինչ եմ ձեզ ուզում ասել։ Ամեն ինչը, որ մենք ռացիոնալ ձևով դասավորում ենք, ավելի հեշտացնում ենք մեր գործը։ Սա ավտոտնակում էր, 16 տարի իմ ամբողջ այս պահածոները գտնվում էր այնտեղ։ Սառնարաններն էլ կամաց այս սենյակը վերածվեց խանութի, հետո խանութից հետո ես գցեցի, որ ես արդեն տարիքով մեծանում եմ, անտա չեմ գնա գամ 2 սառնարան դրվեց այստեղ։ Այս պահարան անցյալ տարի մի 2-3 տարի առաջ եմ գնել, ավելացրեցի, որպեսզի բավականին բաներ են տեղավորվում։ Դիվանը սա մամայի հին դիվանն էր, ես էլ ունեի սրանից, IKEA-ից էին գնել, շատ սալիդնի է, 500 եվրո արժի։ Բացովի դրել եմ այստեղ, երբ որ հյուրեր ենք ունենում շատ, հեսա շուտով հնարավոր է ունենամ, այստեղ լրիվ ջեռոցում կա ամեն ինչ։ Այստեղ ջահելներն են գալիս, իրանք հեռախոսներով, PlayStation-ներով եւ այլ։ Այս սենյակը ոնց որ տալիս եմ իրանք ստեղ են քնում։ Այնպես որ կարան դաժե կոնսերվե կուտեն, էլի, ծիծաղ։ Ինչ եմ ուզում ձեզ ասել, ամեն ինչ ռացիոնալ ձևով դասավորվեց եւ այստեղ էլ այս անկյունի վրա սեղանը եւ այլ։ Հիմա ես պետք է գնամ հարթուկն ինձ է սպասում, դրա համար ինչ արեց ձեր Անահիտը, որպեսզի չփոշմանի, հարթուկը դրել եմ իմ բյուրոյում եւ այն պետք է անեմ բյուրոյում հեռուստացույց նայելով, սիրելիներս, գնացինք։ Բարի լույս սիրելիներս, բարի լույս բոլորիդ, դիվեցիկի։ Այսօր մեր մոտ հրաշալի եղանակ է, օրը երկուշաբթի։ Ես այսօր իմ ընկերուհու Սիլվիի հետ գնում եմ ռեստորան, վաղուց չենք դուրս եկել միասին, որոշեցինք, որ գնանք միասին ռեստորանչիկ։ Մի շաբաթ էլ այն մյուս ընկերուհիներիս հետ եւ ասեմ ձեզ, որ դուրս է եկել մեկի մամա, լսում եմ ինչ որ ձայն ականջներից, Անահիտ, ասեցի մարդ, կարող է իմ ականջներն ձայն լսում, դու մի ասա մաման էր գոռում էր Անահիտ, գազս վերջացավ, ասեցի ոչինչ, հիմա չեմ կարող արդեն ուշանում էի, կգամ քեզ կվերցնեմ, կգնանք համեր մի երկու հատ գնումներ ուներ անելու, համեր ես էլ ունեմ մի երկու գնումներ անելու, որովհետև արդեն ուզում եմ քիչ ստրոգի նստեմ որոշ ուտեստների վրա եւ այդ ուտեստները ես պետք է գնեմ, այսինքն այնտեղ կա ավսյանկա, հավի միս, կրսկամիս, ձուկ, էլի չէր գրել, մածուն բան քիչ յուղայնությամբ, կաթ քիչ յուղայնությամբ, դա այդպիսի բաներ, էլի փոքրիկ, շատ մեծ գնումներ չունեմ անելու, կակրած ասեցի կգամ քեզ կվերցնեմ կգնանք։ Այսօր մի երկու հատ բան են գնումներ ունեմ, հետ ուղարկեմ ու արդեն անցնեմ գործի։ Սիրելիներս, ես ուզում եմ անձամբ մի երկու բառ ասեմ ձեզ, ես ուրախ եմ, որ շնորհակալ, որ դուք այդ ազնվորեն արտահայտում եք ձեր զգացմունքները իմ նկատմամբ, մեր նկատմամբ եւ ուրախանում եք եւ մարդիկ կան սպասում են մեր բլոգներին, իմ եմ ասում, մեր ընտանեկան, դրա համար շատ զգացված եմ, անձամբ ասեմ, իսկ նոր հետևորդուհիներին եւ հետևորդներին բարի գալուստ Անահիտ բլոգ, բարի գալուստ մեր YouTube-յան ընտանիք, չմոռանամ ասել, եթե ձեզ դուր է գալիս բոլորին է դա վերաբերվում, չմոռանաք ձեր գեղեցիկ փոքրիկ բուտիկները, դա դժվարություն չի, եթե հավանում եք, սխում եք այդ բութին եւ նաեւ կարող եք կիսվել, զանգին եք խփում, որպեսզի ամեն բլոգը դուրս գալուց դուք տեսնեք եւ կարող եք եւ կիսվել, տեղ կա կիսվեք, որպեսզի ձեր ընկերները, ընկերուհիները, եթե իհարկե մտածում եք, որ իրենք կհավանեն, որովհետեւ կան մարդիկ ունենք ընկերներ, որ նույն ձևով ընկերներ ենք, բայց նույն գաղափարների չեն կամ նույն ճաշակը չունենք։ Այդպիսի բաներ սիրելիներս։ Մեր մոտ, ինչ ասեմ, խորաշուն գեղեցիկ, դե բնականաբար ասեմ Ֆրանսիայում ամիսը փոխվում է 21-ից, մեր մոտ դեռ աշուն է, ձմեռը սկսվում է դեկտեմբերի 21-ից այստեղ եւ այդպես մարտի 21, հունիսի 21, սեպտեմբերի 21, ամիսը փոխվում է 21-ից, այնպես որ մեր մոտ դեռ աշուն է եւ հուսով լինենք, որ գոնե կամ Սուրբ Ծնունդին կամ Նոր տարվան ձյուն կգա, իհարկե ասեմ, որ
այդքան էլ լավ բան չի, քանի որ երեխաները ճանապարհ պետք է գնան, իսկ ձյունը որ գա, դա լավ բան չի։ Ահա, սիրելիները, սա էլ մեր ճանապարհները, շատերը չգիտեք, թե ես որտեղ եմ ապրում, ահա, Դիլիջանի Պավարոտները, մինչև հասնում եմ իմ տեղը, 15 կիլոմետր է ռեստորանը, խանութը, ռեստորանը, մայրիկ այսօր դուրս էր եկել, իր դրան դեմ ներավլում, ասեց հիմա ոնց է եղանակը, ասեց ընտիր, եթե մաման ասեց ընտիր, ուրեմն տաք է, 14 աստիճան է մեր մոտ երեխեք, 14 աստիճան, ժամը 12-ն է, ես այսօր ճաշից հետո որոշել եմ գնամ քայլեմ, կգամ, մամային կասեմ մամ ջան, մի 10 րոպե 15 րոպե սպասի, կգնամ կքայլեմ, նոր կտանեմ, կգնանք միասին գնումներ անելու, որովհետև իրոք ես այս վերջերս չափն անցել եմ, ընդհանրապես ամբողջ օր տունը քայլում եմ, նշի որ նստած եմ, բայց դա քայլել չի, դա տոպտոպալ է, տոպտոպալ, դա ավելի տանջանք է, քան քայլելը։ Եվ նաև թթվածին է շնչում։ Այսօր երեկոյան պետք է պատրաստեմ հատուկ ուտեստ եւ այդ հատուկ ուտեստ իմ ամուսինը երեկոյան ուտում է միայն ապուր եւ սալատ, ասենք պանիրով, բանով, բայց քանի որ իմ ամուսինը կարող է ամեն ինչ ուտել, ինքը ֆիզիկական շարժում, անդադ շարժում, այդ տղամարդիկ այդ ձևով չեն չաղանում ոնց որ կանայք, դրա համար ես իր համար առանձին կպատրաստեմ իմ համար առանձին։ C'est magnifique. Ժողովուրդ տեսեք ինչ ենք ուտում։ Sylvie dit bonjour à tout le monde. Tu dis Baref. Dis Baref. Baref. Bientôt on va chez Sylvie. Sylvie, c'est quoi toi le tien? Alors moi Sylvine. Comment ça s'appelle? Crémaillou. Et ça c'est quoi crème? Ah, c'est fromage Crémaillou, c'est un chèvre. fromage. Là il y a de la charcuterie. Oui. Et là il y a de la salade. Et là je me souviens C'est plus. un poulet, non? Non. Sylvie, Pomme de terre. Pomme de terre, կարտոֆիլա։ Oui. Կարտոֆիլ, պանիր եւ հալած պանիր բրիի նման, վիչինա, սալատ։ Սիլվին կարող է ուտել, որտեղ ինքը նիհար է։ J'ai Sylvie, elle peut manger parce qu'elle est mince։ Ես քեզ ուտում եմ պուլպա, ձուկ։ Բարի ախորժակ։ Tu veux prendre le mien? Oui. Sylvie, c'est quoi le tien? Ah oui, crème. C'est un capitole. Capitole. Il y a une crème pâtissière, de la framboise. Oui, Malinaya Et երեխեք ջան։ il y a un peu de gâteau. Mais Վրան je sais plus. խմորեղենային ջուր բան է, շատ համեղ տեսքուն։ Իմը տախտո սիտրոն, լիմոնի տարտը։ Այև ավարտվեց իմ բլոգը։ Գիտեմ, որ շատերը տխրում են ավարտին, բայց սիրելիներս, ես աշխատում եմ գոնե ամեն օր 25, 26, 27 րոպեները չեմ նայում, գոնե մի քիչ լինեք իմ հետ, գիտեմ, որ շատ եք սիրում։ Այս գեղեցիկ հրաշալի տեսարանով եկեք ավարտեմ իմ վլոգը, հուսով եմ, որ ձեզ մոտիվացրեցի, հուսով եմ, որ բոլորդ կվերցնեք ձեր ավելը, ձեր սավոկը և կանցնեք գործի, կնոջ առօրյան սա է, տուն, մաքրություն, խոհանոց, դուրս և այլն, ամենակարևորը լինենք առողջ և կարողանանք շարժվել, եթե մարդու մի տեղը ցավում է, իր ուղեղը, իր հոգին այդ կողմն է, դրա համար գիտեք ինչ եմ ցանկանում մեզ բոլորիս, քանի որ բոլորս է մեծանում ենք տարիքով և մի քիչ տկարանում, ցանկանում եմ առողջություն, ցանկանում եմ ամենակարևորը առողջ լինենք ուրախ, լինենք բարի, համբուրում եմ, սիրում եմ և ասում պակա, պակա։